Ախալքալակից Ախալցխա տանող ճանապարհին ամեն ինչ փոխվում է եւ հայկականի շունչը եւ ավտոմայրուղու որակը եւ անգամ բնությունը։ Այն ավելի մեղմ է, հարուստ եւ թերևս դա է պատճառներից մեկը, որ Թամարա Թաքուհին նախընտրել է իր նստավայրերից մեկը կառուցել այստեղ։ Իդեպ վրաց ամենահզոր կահակալի ներկայությունն այս երկրում ամենուր է, նաեւ Ախալցխայում, որտեղ նրա արձանը տեղադրված է նորակառույց վրացական եկեղեցու հարևանությամբ։ Ի տարբերություն Նինոցմինդայի կամ Ախալքալակի այստեղ հայերեն կամ ռուսերեն որևէ ցուցանակ չկա, կա ընդամենը մեկ հայկական դպրոց, 3 հայկական եկեղեցիներից գործում է մեկը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Մի փոքր վեր Սուրբ Ստեփանոս եկեղեցին է, խոնարհված եւ չափազանց վատ վիճակում է, միայն զանգակատունն է համարյա թե կանգուն։ Դրանից վեր Սուրբ Երևման եկեղեցին է, նորից խոնարհված, մի քիչ ավելի հյուսիս Սուրբ Երրորդություն եկեղեցին է, Գամգյոբա կոչված շենքի մեջ քաղաքապետարան շենքը նախկինում եղել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու տեղը, հիմա իրենք կառուցեցին իրենց քաղաքապետարանը եւ քաղաքում ունենք 1500 հավատացյալի համար կառուցված Էրզրումից եկած գաղթածների համար կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որ կրկին այսպես սպայի տուն է դարձել։ Ախալցխայում բնակվող վրացիները բողոքում են գործազրկությունից, հայերը ձգտում են տեղեր գրավել տեղական ինքնակառավարման մարմիններում, իսկ մուսուլման մեսխեցիները պայքարում են Վրաստանի քաղաքացի ճանաչվելու համար։ Ախալցխայում, ի տարբերություն Ախալքալակի շրջանի, լեզվի մասին վրացական օրենքը այնքան էլ սուր կերպով չի անդրադառնում հայության աշխատանքի անցնելու գործընթացների վրա։ Վրացերեն լեզվին այստեղ տիրապետում են գրեթե բոլոր հայերը։ Դե մի ժամանակ նրանք ասում են, որ հայերը լավ չեն տիրապետում վրացերենին, բայց այս 15-20 տարիների ընթացքում ամեն ինչ հակառակը դարավ, հայերը լավ են տիրապետում արդեն վրացերենին, բայց ասեմ, որ պետական հաստատություններում ոչ մի պաշտոն չեն զբաղեցնում, մի քանի հատ հայ ունենք, ընդամենը եւ վերջ, բայց ժողովուրդը չի աշխատում, հիմնականում անկորձ է։ Հայկական դպրոցների նկատմամբ ոտնձգությունները այնքանով են իրական, որքանով կրթության մասին օրենքն է, ըստ որի հայկական դպրոցներում վրաց պատմություն եւ աշխարհագրություն առարկաները դասավանդվելու են միայն վրացերեն։ Շատերը համոզված են, որ հայկական դպրոցներն ու հուշարձանները անձեռնմխելի պահելու միակ տարբերակը հայ առաքելական եկեղեցուն հանձնելն է։ Դպրոցի վիճակը ասեմ, որ միանշանակ շատ վատ է։ Չափազանց վատ եւ ընդհանրապես Ջավախքի շրջանում դպրոցների վիճակը չափազանց վատ է։ Ինչու, որովհետեւ այսօր մենք առաջին հերթին կարևոր օղակը չունենք, այսինքն դասատուների պակաս ունենք, կադրերի պակաս ունենք։ Հայոց լեզու դասավանդող դասատուն իր պարտականությունը չի կատարում։ Հայոց պատմությունը բացարձակ չի դասավանդվում։ Այս ամենը հաշվի առնելով անգամ ըստ ախալցխացիների տեղի հայությունն ավելի ամուր է, քան Ախալքալակում, որտեղ մարդիկ ապրել են տարբեր ազգերի, մշակույթների եւ դավանանքների խաչմերուկում եւ ավելի հանդուրժող են։ Ախալցխան նաեւ բազմաթիվ հանրահայտ հայերի ծննդավայր է, բավական է նշել նրանցից մեկի անունը՝ Շարլ Անձնավուր, ով ի դեպ 2005 թվականին այցելել է Ախալցխա տեսնելու իր պապական տունը։ Էդուարդ Մխիթարյան, Գրիգոր Շահոյան, Գալանյուս, Վրաստան։